Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր ապրիլի 19։ Հովսեփներ։ Հովսեփը տեսիլք ուներ, որ Աստված հզոր կերպով կօգտագործի իր կյանքը, բայց այս տեսիլքը պարզապես երազ էր թվում, երբ իր խանդոտ եղբայրները նրան վաճառեցին ստրկության։ Հովսեփի կյանքի հաջորդ տարիները լցված էին դժվարություններով և անարդարությամբ, այնուհետև, երբ թվում էր, թե նա ոտքի է կանգնում, նրան սուտ մեղադրանք ներկայացրեցին բռնաբարության փորձի մեջ և բանտ ուղարկեցին։ Այնուամենայնիվ, Աստված ամբողջ ժամանակ հետևում էր Հովսեփի կյանքին։ Տարիներ շարունակ տագնապից հետո նա հայտնվեց փարավոնի տանը և ի վերջո կոչվեց ողջ Եգիպտոսի կառավարիչ։ Աստված այսպես է գործում. նա պատրաստում էր մեկին մնացածներին փրկելու համար։ Իրոք, յուրաքանչյուր սերնդում Տերը բարձրացնում է Հովսեփներ։ Նա այդ նվիրված ծառաներին առաջնորդում է տարիների նեղությունների և փորձությունների միջով, ապացուցելու և ամրացնելու նրանց հավատքը։ Ինչ է սա նշանակում։ Սուրբ Գիրքն ասում է, թե ինչպես Հովսեփը դիմադրեց։ Նրանց առաջից մարդ ուղարկեց։ Հովսեփը ծառայության մեջ ծախվեցավ։ Չարչարեցին նրա ոտները կապանքի մեջ, նրա անձը երկաթի մեջ մտավ, մինչև այն ժամանակ, որ նրա խոսքը եկավ, Տիրոջ խոսքը փորձեց նրան։ Սաղմոս 105:17-19 խոսք։ Տերը դեռևս այսօր էլ ունի Հովսեփներ, աստվածավախ տղամարդիկ և կանայք, որոնց նա դիպչել և կանչել է։ Նրանք չեն փնտրում համբավ կամ հարստություն, նրանք միայն ուզում են ապրել և մեռնել, որպեսզի կատարեն այն կոչումը, որի մեջ Աստված սահմանել է նրանց։ Հետադարձ հայացք գցելով իր տառապանքներին, Հովսեփը կարող էր վկայել. Աստված ինձ ուղարկեց այս ճանապարհորդության։ Այժմ ես տեսնում եմ, որ այն ամենը, ինչ ես ապրել եմ, հանգեցրել է հենց այս պահին։ Ո՞րն է դասը Աստծո ժողովրդի համար այսօր։ Ահա սա. մեր Տերը պաշտպանել է մեզ անցյալում և կպաշտպանի մեզ գալիք օրերին էլ։ Նա պաշտպանել է ձեզ, քանի որ նա նպատակ ունի ձեզ համար։